Ես ավելի հարբած եմ երևում, քան հիմարիկը։ Հեյ, դա իմն է։ Անչափ, գիտեք, անչափ իրոք շատ կատակներ արեցինք, որովհետև բավականին առիթներ կային։ Այնպես որ զվարճալի նկարահանումներ էին։ Լեանամուր, Քլարիս Թարն։ Անշուշտ տեխնիկապես շատ հետաքրքիր էր նայել նրանց կատարած աշխատանքին, մի տեսակ հիանալի էր։ Բավականին, գիտեք, բավականին այնտեղից հեռու եմ։ Ծիծաղելի է։ Ով է իրական, ես թե դա։ Հիանալի էր ինքս ինձ նայել։ Աշխատելով Энթոնի Հոփքինսի հետ իր կերպարում, դա ուղղակի իրոք հսկայական փորձ էր։ Ռեյ Լիոտա, Փոլ Քրենդլեր։ Ամենավատ մասը ամբողջի մեջ դա մարմնի դերակատարումն ավարտելն էր։ Նրանք տեղադրում են մի ուղեղ և էլի բաներ։ Ես հիմա կվատանամ, դա զվարճալի չէր։ Բերանը իրական չի երևում։ Ես ավելի խոշոր եմ, քան կարծում էի, և կարծում եմ այս մեկը դուք կհիշեք։ Դրանցից որոշները՝ Սեր Энթոնի Հոփքինս, Դոկտոր Հանիբալ Լեկտեր։ Ինչպես ցանկացած կինոնկար, որում դու մասնակից ես լինում, եթե լինում ես, հատկապես այս մեկի նման իրավիճակը, դու պետք է տանես այն շատ աղմկոտ, բայց լուռ ես մնում այնտեղ։ Սա կապույտ էկրանի համար է։ Այսպիսով, երբ դուք տեսնում եք ինձ, այսինքն հիմարիկին նայելիս, երբ ուղեղն են կտրտում, և Լեկտերը պետք է կտրտի ուղեղը և անի այն, ինչ որ պետք է անի, և երբ դուք տեսնում եք ինձ, գլխիս վերին հատվածը սրա նման, այդ ժամանակ դուք նայելու եք սրան։ Չգիտեմ CGI է կոչվում, թե ինչ։ Այս բանի փոխարեն կռահում եմ, որ ուղեղն է լինելու պատկերված։ Սա է նրանց առաջադրանքը։ Երբ խաղում ես էկրանին ավելի ծեր մարդու դերը, դա ավելի սահմռկեցնող է։ Սա նույնիսկ վախենալու է, տեսնել ինքդ քեզ այդպիսին։ Եվ հետո ես պետք է սափրեմ գլուխս ամբողջությամբ, ինչը երբևիցե չեմ արել։ Եվ ես իրոք չունեմ այդպիսի ծոծրակ։ Հենց նոր դա նկատեցի։ Դա գաղտնապահված էր տարիներ շարունակ։ Եվ ես չգիտեմ սա կարո՞ղ է իրականում տեղի ունենալ։ Ինչու ոչ, բայց մենք կարող կստեղծենք փոքր աշխարհ, ուր կարող է դա պատահել։ Ինչպես դու կնայվես կինոյում։ Եվ այդպես շարունակ, գիտեք, դա անսովոր է։ Թույլ տվեք խոսել պատկերացնել։ Դու չես կարող խաղալ ավելի մեծ պատկերացումով, քան սա է։ Դա անհաղթահարելի էր, զիլ էր։ Դա նման էր վայ քո ես նրա հետ նույն ֆիլմում եմ, վայ քո ես հենա խաղում եմ դեր նրա հետ։ Շատ, ուղղակի շատ ամենամեծ բանը դա ուրախություն ստանալն էր այս կինոյի ստեղծման գործից։ Աստված իմ, նրանք պատրաստվում են ուտել ուղեղս։ Նայեք։